Բոլորիդ ողջունում եմ սիրելիներս ու հրավիրում ինձ հետ ավելուկով ապուր պատրաստելու։ Ասեմ, որ այս բաղադրատոմսը շատ հին է։ Արմատներով գալիս է Էրզրումից, Սարիղամիշից, իդեպ ինքս էլ արմատներով այնտեղից եմ, Արևմտյան Հայաստանի Սարիղամիշից։ Այս բաղադրատոմսը միշտ պատրաստել է պապիկս, հրաշալի բաղադրատոմսեր ուներ ու շատ լավ են ստացվում իր մոտ, այսօր էլ սիրով կիսվելու եմ ձեզ հետ։ Բաղադրիչներից մեզ իհարկե ավելուկ է հարկավոր, նաև կարտոֆիլ։ Ժողովուրդ կան տարբերակներ, բաղադրատոմսեր, որտեղ կարտոֆիլ չկա, այս տարբերակում կա։ Նաև կոտրված ձավար է հարկավոր, աղացած։ Երևի բոլորդ էլ գիտեք, այն ոչ շատ մանր տարբերակն է, այսինքն ալյուրի վերածված չի։ Ու իդեպ բլղուրի հետ էլ չխառնեք, քանի որ սկսնակները երբեմն հարցնում են։ Մեզ ալյուր է հարկավոր խտության համար, աղ, կարմիր, քաղցր, պղպեղ, մեկ մեծ սող, եթե պահքային տարբերակ է, ապա բուսայով օգտագործեք, եթե ոչ, ապա կարագ։ Եվ մատուցում ենք սխտորով, կարծես թե ոչինչ չմոռացա։ Որպեսզի ավելուկի ծանր տհաճ համն անցնի, իհարկե նախապես պետք է եռման ջրով թռչել, գոնե 1 ժամ թողնել, երբեմն նաև ավելի երկար։ Որպեսզի համոզվենք, որ այստեղ որդեր չկան, քանի որ պահելու ընթացքում հնարավոր է հայտնված լինեն, թռչելուց առաջ քանդում ենք, լավ ուսումնասիրում, հետո նոր ավելացնում ենք ջուրը։ Մեկ ժամը լրանալուց հետո ջուրը դատարկել եմ, լավ լվացել, նորից եռման ջուր եմ լցրել եւ թողել եմ մոտ 40 րոպե։ Կարելի է նաեւ մի քիչ ավել կամ մի քիչ պակաս, էական չէ։ Որից հետո արդեն վերջնական քամում ենք ու կարելի է օգտագործել։ Իդեպ մինչեւ վերջ, ովքեր սկսնակ են, ասեմ, որ չեն հանգստանալ, ջուրը կարող է մուգ մնալ։ Դրա համար կաթսան լավ տաքացնում ենք ու ավելացնում կամ բուսայուղ, եթե պահքի մեջ է, կամ կարագ, կամ էլ հալեցված յուղ։ Սոխը միջին կտորներով եմ կտրատել։ Սոխը տապակում ենք մինչև մի փոքր թափանցիկ դառնա եւ եւս դրանից հետո մի քիչ ուղղակի, որ թույլ ոսկեգույնի հասնի, հանկարծ շատ երկար չթողնեք։ Այնուհետև ավելացնում ենք ձավարը։ Նախապես թռչելու կարիք չկա, ուղղակի լվանում ենք ու վերջ։ Քանի դեռ ջերմաստիճանը մի քիչ իջացրել ենք, արագ ավելացնենք կարմիր պղպեղը։ 1 լիքը թեյի գդալ։ Իմ դեպքում ճաշի գդալով եմ լցնում։ Ավելացնում ենք սառը ջուր։ Մի քիչ ջուր ավելացնելուց հետո նաև կարտոֆիլն ենք ավելացնում։ Կտրեք ինչ չափսի կցանկանաք։ Եվ իհարկե վերջում գլխավոր բաղադրիչը։ Էլի ենք ջուր ավելացնում, սառը ջուր է։ Սառը ջուր ենք լցնում, որ ամբողջությամբ ծածկի։ Հետո աղ ենք լցնում 1,5 ճաշի գդալ։ Այս ծավալի համար լրիվ նորմալ է։ Կափարիչով ծածկում ենք, ոչ ամբողջությամբ ու թողնում ենք, որ եռալուց հետո եփվի մոտ 40 րոպե։ Դրանից հետո կմանրամասնեմ։ Ընթացքում խառնել, կողքին կանգնել, ոչինչի կարիք չկա։ Հանգիստ թողեք եփվի։ Ուղղակի հետևեք, որ ջուրը չպակասի, եթե կարիքը լինի, ավելացրեք։ Իսկ թե որքան կպահանջվի, դա կախված է կրակի ինտենսիվությունից, այսինքն թե որքան է գոլորշիացել, ու նրանից, թե ինչ խտություն եք ուզում ստանալ։ Հենց սկսի եռալ, կրակն իջեցնում ենք ու շարունակում ենք ցածր կրակով եփել մինչև վերջ։ Ժողովուրդ, եռման ջերմաստիճանը ստաբիլ է ու բացարձակ կապ չունի, շատ բարձր ջերմաստիճանով եք եփում, միջին թե ցածր։ Եռալուց հետո արդեն կարելի է իջեցնել։ Եթե բարձր կրակով եփեք, դրանից ապուրը կամ ցանկացած ինչ էլ եփեք, արագ չի եփվի։ Ուղղակի շատ արագ գոլորշիացում կլինի ու կչորանա, ստիպված կլինեք հաճախ ջուր ավելացնել։
Հետևաբար ինչ էլ եփելու լինեք, եթե եռելուց հետո հանգիստ կարող եք իջեցնել ու շարունակել ցածր կրակով։ 40 րոպեն արդեն անցավ։ Հիմա ավելացնում ենք ալյուրը։ Գիտեմ, շատ տարբերակներում ալյուրը հենց սոխառածի հետ են ավելացնում, հետո մնացածը, բայց ես պատրաստում եմ հենց պապիկիս տարբերակով, ինչպես որ իրեն սովորեցրել է իր մայրիկը, տատիկը։ Այսինքն այս տարբերակի հենց ավանդական ձևով։ Ես ջուրը քիչ-քիչ եմ ավելացնում, որովհետև ամեն ավելացնելուց ներսում խոնավության վերաբաշխում է լինում ու գնդիկներն աստիճանաբար ավելի են բացվում։ Այս տարբերակով ավելի հեշտ է ստանալ լրիվ հարթ խառնուրդ։ Սրանից հետո արդեն մոտավորապես 20 րոպե եփում ենք ու պատրաստ է։ Վերջ, արդեն պատրաստ է։ Բոլոր բաղադրիչները ամեն ինչ մանրամասն կգտնեք տեսանյութի ներքևում, ինչպես միշտ։ Չնայած որ ավելուկով այլ ապուրների համեմատ այս տարբերակը բավականին խիտ է, բայց իմ ընտանիքում ընդունված էր եւ ավելի խիտ տարբերակը, որ հնարավոր էր վայելել լավաշով, այնպես որ պատրաստեք ինչպես կցանկանաք։ Ասեմ նաև, որ ճզմած սխտորը որպես կանոն բացում էինք հենց ապուրի արգանակով եւ գնում սեղանին, որպեսզի յուրաքանչյուրը կարողանար ավելացնել ըստ ճաշակի։ Ժողովուրդ հայկական տարբեր բնակավայրերում ավելուկով ապուրը եփում են տարբեր եղանակներով։ Օրինակ ավելացնում են լոբի, ավելացնում են ոսպ, եփում են ավելի ջրիկ տարբերակով, երբեմն առանց կարտոֆիլի, համեմունքներն են տարբեր օգտագործում։ Մի խոսքով եղանակները տարբեր է ստացվում նաև ապուրը։ Օրինակ սկեսուրս պատրաստում է ոսպով տարբերակ, որը մի փոքր ավելի ջրիկ է։ Ասեմ, որ այդ տարբերակը երբևէ չէի փորձել, հենց իր պատրաստածն եմ առաջին անգամ փորձել ու շատ հավանել եմ։ Իսկ իմ հայրական ընտանիքում միշտ ընդունված է եղել հենց այն տարբերակը, որ առաջարկեցի ձեզ։ Ապուրի մեջ ավելացրի 1 բաժակ ձավար, ժողովուրդ, 250 մլ բաժակով եմ չափել ու վերևում մի փոքր բլրակով։ Ստացվում է մոտավորապես 200 գրամ։ Ուզում եի արդեն հրաժեշտ տալ, բայց հիշեցի, որ շուտով զատիկ է ու հաճախ նամակներ եմ ստանում զատկական թեմաներով։ Ասեմ, որ ալիքում վաղուց արդեն կա զատկական հյուսքը, որ շատ գեղեցիկ է ստացվում, մանրամասներով կա, բոլորի մոտ կստացվի։ Ունեմ նաև չամիչով փլավի տարբերակ, հալվա ունեմ, որ կարող եք պատրաստել, ինչպես նաև գաթայի շատ տարբերակներ, եւ կլոր եւ կտրատված, բոլորն էլ ճիշտ մոտեցման շնորհիվ ստացվում են յուրահատուկ լավ արդյունքով։ Իսկ շուտով կլինեն հյուսքի եւ փակ շրջանի խորհրդանշական տեսքով այլ թխվածքներ, որոնց սպասեք եւ մնացեք իմ ալիքում։ Իսկ ես հրաժեշտ եմ տալիս ու սպասում նոր համեղ հանդիպումների։